Արտակարգ պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր ժամը 19:20-ի սահմաններում փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Շիրակի մարզի Հոռոմ-Կուսանագյուղ համայնքների ավտոճանապարհին տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների բախվել են Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող միկրոավտոբուսը եւ Կամազ-Մակնիշի ավտոմեքենաները, ինչից Գազել-Մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ Կամազ-Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել հարակից հանդամասում։ Գազել-Մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկությունների, անձը չպարզված 7 քաղաքացիներ մահացել են, իսկ Գյումրու բժշկական կենտրոն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 7 քաղաքացիներ։ Մենք ընդունել ենք Գյումրի բժշկական կենտրոն 7 հիվանդներ, որից մեկը ծանր երեխան է, 14 տարեկան, որը անցնում է ներկա պահին կատե հետազոտություն, հետագա բուժում է որոշելու թե Գյումրիում, թե Երևան տեղափոխելու։ Վնասվածքները այդ 7 հոգիներից մեկը երեխայի մասին է խոսքը, որը ծանր է, ուրեմն նախնական գլխուղեղի վնասվածք կա, բայց կատե հետազոտություն է արվում, մինչև չավարտենք չեմ կարող վերջնական ասեմ, նաև կոդրվածքներ ունի այդ երեխան, բազմաթիվ, իսկ այն 6 հիվանդների մասը ստուգել ենք, արդեն որոշներին ռենտգենսկոպիան ավարտել ենք, մշակումները կազմակերպվել են եւ նաեւ կա կոդրվածքներ, կողերի կոդրվածքներ, այրվածքներ տարբեր աշճանների, բայց այդ աշճանի այրվածքներով տեղափոխման այլ տեղ, այլ հիվանդանոցի կարիք չկա։ Մենք տեղում կկազմակերպենք մեր աշխատանքը։ Մեքենան իրենք նկարագրում են, որ եկել է ճանապարհին ինչ-որ մեծ կամազ մեքենայի մեքենա ինչ-որ խանգարել են իրանց շարժվելուն, բախվել են այդ մեքենայի հետ, չեն կարողացել ոնց որ թե կառավարեն մեքենան, բախվել են, դրանից հետո պայթոց են լսել, պայթվել է ու սկսել է այրվել Գազել-Մակնիշի մեքենան։